Ֆրանց Կաֆկա Կերպարանափոխություն Թարգմանիչ Սամվել Մկրտչյան Երբ Գրեգոր Զամզան մի առավոտ անհանգիստ երազներից արթնացավ, տեսավ, որ անկողնում սարսափելի ուտիչի է վերափոխվել։ Նա պառկած էր զրահանման կոշտ մեջքի վրա և երբ գլուխը մի փոքր բարձրացրեց, տեսավ գորշ, արտակորված կամարաձև շերտավորումներով երիզված փորը, որի ուռուցիկության վրա դեռ մի կերպ պահվում էր ներքև սահելու պատրաստ վերմակը, իսկ բազմաթիվ առաջվա չափսերի հետ համեմատած խղճահարություն հարուցելու աստիճան բարակ ոտիկները անօգնական թարթափում էին աչքերի առաջ։ «Ինչ է պատահել ինձ», մտածեց նա, երազ չէր բնավ, քաջ ծանոթ 4 պատերը իրենց մեջ էին առել նրա փոքր, բայց հարմարավետ սենյակը։ Բրդյա գործվածքների նմուշների քանդված հավաքածուով ծածկված սեղանի վերևում Զամզան շրջիկ գործակալ էր։ Մի նկար էր կախված, որ նա էր վերջերս ամսագրերից մեկից կտրել հանել և դրել էր գեղեցիկ ոսկեզօծ շրջանակի մեջ։ Մորթյա գլխարկով, վզամորթի գցած, ձեռքը մինչև արմունկը պարուրող մորթե ծանր ձեռնամուշտակը նայողներին պարզած, ուղիղ նստած մի կին էր պատկերված նկարում։ Հետո Գրեգորի հայացքը սահեց պատուհանի կողմը և մռայլ եղանակը, լսվում էր պատուհանի թիթեղներին բախվող անձրևի կաթիլների ձայնը, նրան վերջնականապես մելամաղձոտ դարձրեց։ «Այ թե մի քիչ էլ քնեի ու այս բոլոր հիմարությունները մոռանայի», մտածեց նա, սակայն հնարավոր չէր դա անել, որովհետև նա սովոր էր քնելիս աջ կողքի վրա պառկել, իսկ այժմյան վիճակով չէր կարողանում աջ շրջվել։ Նա ինչ ուժով էլ որ աջ էր նետվում, կրկին մեջքի վրա էր շուռ գալիս։ Այդպես հավանաբար 100 անգամ փորձեց, փակվեց աչքերը, որ ստիպված չլինի տեսնել անօգնական թփրտացող ոտքերը և դադարեց միայն, երբ բութ իրեն մինչև այժմ բոլորովին խոր ցավը սկսեց թեթևակի ծակել կողը։ «Ախ, Աստված», մտածեց նա, «ինչ հոգնեցուցիչ մասնագիտություն եմ ընտրել։ Օր ու գիշեր ուղևորության մեջ եմ, գործի հետ կապված անհանգստություններն ինձ համար ավելի շատ են, քան տանը վառվող սովորական առևտրի ժամանակ, ու դեռ մի բան էլ ինձ վրա է դրված ճանապարհորդելու ողջ չարչարանքը, գնացքների չվացուցակներն համաձայնեցնելու հոգսերը, վատ ու անկանոն սնունդը, մշտափոփոխ, կարճատև ծանոթությունները, որ երբեք սրտագին չեն դառնում, գրողը տանի այս ամենը»։ Զամզայի փորը թեթևակի քոր եկավ, և նա գլուխը լավ բարձրացնելու համար մեջքի վրա դանդաղ հրվեց դեպի մահճակալի վերին գլխակալը։ Տեսավ, որ քոր եկող տեղը սպիտակ պուտերով է ծածկված, բայց դրանցից ոչինչ չհասկացավ։ Ուզեց մի ոտքով շոշափել այնուանմիջապես ետ քաշեց ոտքը, որովհետև դրան դիպչելիս սառը սարսուռ էր անցնում մարմնով, նա նորից սահեց ներքև ու պառկեց իր նախկին դիրքով։ «Առավոտ շուտ վեր կենալուց մարդ հիմարանում է», մտածեց Զամզան։ «Քունն առնել պետք է։ Մյուս շրջիկ գործակալները Սուրթանի կանանց պես են ապրում։ Երբ ես, օրինակ, մինչ կեսօրները հյուրանոց եմ վերադառնում, որ ձեռք բերած պայմանագրերը մակագրեմ, այդ պարոնները նոր նախաճաշի են նստում։ Հարկավոր էր շեֆիս մոտ ասել այդ բանը, երևի տեղիցս թռչեի, թեև ինչ իմանաս, արդյոք ինձ համար ավելի լավ չէր լինի, եթե ծնողներս պատճառ չհանդիսանային ու ես ստիպված չլինեի զսպել ինձ, վաղուց հայտարարած կլինեի աշխատանքից հեռանալու մասին, կընկանգնեի շեֆի դեմ ու կասեի սրտիս խորքում ունեցածս կարծիքը, նա հաստատ վար կընկներ նստած տեղից, տարօրինակ ձև ունի, նստում է իր կառավարակետում և վերևից ներքև է խոսում պաշտոնյայի հետ, որ նրա ծանր լսելու պատճառով մի բան էլ լավ մոտ պետք է կանգնի։ Սակայն իմ հույսը դեռ լրիվ կորած չէ, մի օր փող կհավաքեմ ու ծնողներիս պարտքը կմարեմ, դա ամենաշատը գուցե 5-6 տարի տևի, անպայման կանեմ, հետո կօգտվենք։ Առայժմ սակայն վեր կենալ է պետք, որովհետև գնացքս ժամը 5-ին է մեկնում։ Նա նայեց սնդուկի վրա տկտկացող զարթուցիչին։ «Երկնային Հայր», մտածեց նա, 6:30 էր, սլաքները հանգիստ առաջ էին գնում, նույնիսկ կեսն էր անցել, մեծ սլաքը քառորդ պակասին էր մոտենում, կարող է զարթուցիչը չէր արթնացրել։ Անկողնից երևում էր, որ զարթուցիչի սլաքը ուղիղ ժամը 4-ի վրա էր դրված, և իհարկե զանգած էլ կլիներ։ Այո, բայց արդյոք հնարավոր էր քնով անցնել մի զնգոցի տակ, որ նույնիսկ կահույքն էր ցնցում։
Ճիշտ է, նա թեև անհանգիստ, բայց հնարավոր է վատ շատ խոր քնել էր։ Իսկ ինչ պետք է աներ այժմ։ Հաջորդ գնացքը ժամը 7-ին էր շարժվում, եւ դրան հասնելու համար շտապելը միանգամայն ավելորդ կլիներ, որովհետեւ հավաքածուն դեռ կապված չէր, ինքն էլ բնավ ոչ այնքան թարմ ու շարժունակ էր զգում իրեն։ Եթե նույնիսկ հասներ էլ գնացքին, միևնույն է, անհնար կլիներ շեֆի զայրույթին խուսափել, որովհետև ֆիրմայի ծառայողը սպասել էր ժամը 5-ի գնացքի մեկնելուն և արդեն զեկույց ներկայացրել գնացքի նրա բացթողման մասին։ Շեֆի մտահաղացումն էր դա, անխելք, անողնաշար, իսկ ինչ եթե ինքը հանկարծ հիվանդ ձևանար, սակայն դա չափից դուրս անհարմար կլիներ ու կասկած կհարուցեր, որովհետև Գրեգորն իր 5 տարվա ծառայության ընթացքում ոչ մի անգամ հիվանդ չէր եղել։ Շեֆը կգար իհարկե, հիվանդանոցային դրամարկղի բժշկին կբերեր հետը, ծույլ տղայի պատճառով կնախատեր ծնողներին և նրանց բոլոր առարկություններին կպատասխաներ հիմք ընդունելով բժշկի ասածները, ում համար, ի դեպ, մարդիկ ընդհանրապես միանգամայն առողջ էին, միայն աշխատանքից էին վախենում։ Իմիջիայլոց արդյոք նա այս դեպքում իրավացի չէր լինի։ Չնայած երկար քնելուց հետո իսկապես ավելորդ քնկոտությանը, Գրեգորն իրականում շատ լավ էր զգում իրեն, և լավ սոված էր նույնիսկ։ Չկարողանալով անկողնուց վեր ելնելու վերաբերյալ որոշում ընդունել, Գրեգորը փութկոտ մտածում էր այս և նման բաների մասին։ Նույն պահին զարթուցիչի զանգը հիշեցրեց, որ 7-ից քառորդ է պակաս, երբ մահճակալի գլխի կողմի դուռը զգույշ բախեցին։ «Գրեգոր», կանչեցին, մայրն էր, 7-ից քառորդ է պակաս, դու չէիր ուզում մեկնել։ Մեղմ ձայն։ Գրեգորը պատասխանեց և իր ձայնը լսելով սարսափեց։ Այն անշուշտ առաջվանն էր, սակայն ներսից չլրացվող ցավագին ծվծվոց էր կարծես խառնվում ձայնին, խոսքերը միայն առաջին ակնթարթն էր իրենց պարզությունը թողնում, որ արձագանքում այնպես աղավաղվեր, որ մարդ չհասկանար արդյոք ճի՞շտ է լսել։ Նա ուզում էր հանգամանորեն պատասխանել, բացատրել ամեն ինչ, սակայն միայն ասաց. Այո, մայրիկ, շնորհակալություն, արդեն վեր եմ կենում։ Գուցե փայտե դուռը պատճառ դարձավ և սենյակից դուրս չնկատեցին Գրեգորի ձայնի փոփոխությունը։ Ստացած բացատրությունը հանգստացրեց մորը, և նա քստքստացնելով հեռացավ։ Սակայն կարճատև զրույցը ընտանիքի մյուս անդամների ուշադրությունը այն բանի վրա էր հրավիրել, որ Գրեգորը հակառակ սպասածի դեռ տանն էր, և դռներից մեկը թույլ, բայց բռունցքով արդեն բախեց հայրը։ Գրեգոր, կանչեց նա, ի՞նչ է եղել, Գրեգոր, քիչ անց խուլ ձայնով հիշեցրեց նա։ Գրեգոր, լավ չես զգում, ինչ-որ բանի կարիք ունես, մյուս դռան մոտ ցածրաձայն տրտնջում էր քույրը։ Արդեն պատրաստ եմ, երկու կողմերին պատասխանեց Գրեգորը և ջանք գործադրեց փութաջան առոգանությամբ առանձին խոսքերի միջև տևական ընդմիջումներ մտցնելով վերացնել ձայնի մեջ աչքի ընկնող ամեն ինչ։ Եվ իրոք, հայրը նորից շրջվեց դեպի իր նախաճաշը, սակայն քույրը շշնջաց. Գրեգոր, բաց դուռը, խնդրում եմ։ Գրեգորը բնավ մտադիր չէր բացել, նույնիսկ գովում էր գիշերը բոլոր դռները տանն էլ փակելու ճանապարհորդելուց մտածած սովորությունը։ Առաջին հերթին նա ցանկացավ հանգիստ, անխռով վեր կենալ, հագնվել, նախաճաշել ու հետո միայն մնացած բաների մասին մտածել, որովհետև զգաց, որ անկողնում պառկած մտածելով ոչ մի տրամաբանական ավարտի չէր հանգի։ Նա հիշեց, որ անկողնում գուցե դիրքի անհարմարության պատճառով շատ հաճախ է թեթև ցավ էր զգացել, և հետո վեր կենալիս պարզվել է, որ դրանք զուտ երևակայության ծնունդ են եղել, ու հիմա անհամբեր սպասում էր, թե ինչպես պետք է այսօրվա պատկերացումները աստիճանաբար փարատվեին, իսկ որ ձայնի փոփոխությունը ոչ այլ ինչ էր, քան շրջիկ գործակալների մասնագիտական հիվանդության լավ մրսելու նախանշան, մազաչափ կասկած իսկ չէր կարող լինել։ Վերմակը նետելը շատ հեշտ էր, հարկավոր էր միայն մի փոքր փքվել, և այն ինքն իրեն ընկավ, բայց հետագայում գործը դժվարացավ, և առաջին հերթին այն պատճառով, որ նա չափազանց լայն էր։ Ուղղվել կարողանալու համար Գրեգորին ձեռքերն էին պետք, բայց նրա ունեցածը չկառավարվող, անդադար տարբեր շարժումներ անող ոտիկներ էին միայն։
Եթե ուզում էր մեկը ծալել, ասենք թե առաջին ոտքը, որ ձգվում էր և նրան վերջապես հաջողվում էր իր ուզածն անել, ապա մյուս ոտիկները կարծես ազատ արձակված լինեին ծայրահեղ արագությամբ, ցավագնորեն կուչուձիգ էին լինում։ «Միայն թե իզուր տեղը անկողնում չմնա», խոսեց Գրեգորը։ Նա ուզեց սկզբում մարմնի ներքևի մասը դուրս հանել անկողնուց, բայց պարզվեց, որ ներքնամասը, որ նա ի դեպ չէր տեսել և չէր կարող որևէ ճիշտ պատկերացում ունենալ, դժվարաշարժ էր։ Այնքան դանդաղ էր ընթանում, երբ կատաղության աստիճան հասած Գրեգորը ամբողջ թափով անզգուշորեն առաջ նետվեց, նրա հաշիվները սխալ էին, թափով խփվեց մահճակալի ներքնամասին և այրող ցավը խրատեց նրան, որ այդ վիճակում մարմնի թերևս ամենազգայուն տեղը ներքնամասն էր։ Դրանից հետո նա փորձեց մարմնի վերևի մասով դուրս գալ անկողնուց և գլուխը զգուշորեն շրջեց դեպի մահճակալի եզրը։ Չնայած լայնքին ու ծանրությանը դա նրան հեշտ հաջողվեց, մարմինը հնազանդ հետևեց գլխի պտույտին։ Մահճակալից դուրս հրվելուց հետո, երբ գլուխը օդի մեջ կախվեց, Գրեգորը վախեցավ այդպես առաջ շարժվել, որովհետև ընկնելուց ուղղակի հրաշք կլիներ, եթե գլուխը չվնասեր, մինչդեռ հենց ներկա դրության մեջ նա ոչ մի դեպքում իրավունք չուներ գիտակցությունը կորցնել։ Ավելի լավ է անկողնում մնար։ Երբ ապարդյուն չարչարանքներից հետո նա հառաչելով պառկեց նորից, տեսավ ավելի մեծ կատաղությամբ իրար եկող ոտիկներն ու այդ կամայականության մեջ կարգուկանոն մտցնելու ոչ մի հնարավորություն չգտավ։ Ինքն իրեն ասաց նորից, որ անկարող է անկողնում պառկել մնալ, ավելի խելամիտ կլինի ամենափոքր հույսի առկայության դեպքում ամեն ինչ զոհել և անկողնուց ազատվել։ Իմիջիայլոց միաժամանակ նա չմոռացավ երբեմն հիշեցնել իրեն, որ շատ ավելի գերադասելի է ամեն ինչ հանգիստ, անվրդով կշռադատել, քան հուսահատ որոշումներ ընդունել։ Այդ պահերին նա տեսողությունը հնարավորին չափ լարելով նայում էր պատուհանին, սակայն նեղ փողոցի նույնիսկ մյուս կողմը պարուրած առավոտյան մառախուղից, ցավոք, քիչ վստահություն ու առուրգություն էր կարելի ակնկալել։ «Արդեն ժամը 7 է», խոսեց նա զարթուցիչի նոր զարկի հետ։ «Արդեն ժամը 7 է, բայց առաջվա պես մառախլապատ է»։ Թույլ շնչելով նա մի փոքր ևս պառկեց, կարծես կատարյալ լռությունից իրական ու ինքնին հասկանալի դրության վերադարձին էր սպասում։ Դեռ նախքան 7:40 լինելը պետք է վերջապես ելած լինեմ անկողնուց, որովհետև ֆիրման ավելի շուտ է բացվում, և մինչ այդ մեկնումեկը կգա ինձնով հետաքրքրվելու, ասաց նա։ Գրեգորը պատրաստվեց ողջ երկարությամբ հավասարապես ճոճվելով դուրս գալ անկողնուց։ Եթե այդպես ընկներ, գլուխը, որ ընկնելուց կտրուկ բարձրացնել էր ուզում, հնարավոր է անվնաս մնար։ Մեջքը պինդ էր թվում։ Գորգին բախվելուց չպետք է ոչինչ պատահեր։ Ամենից շատ նա անհանգստանում էր, երբ պատկերացնում էր այն բարձր աղմուկը, որ կլիներ անշուշտ և դռների հետևում մարդկանց եթե ոչ սարսափ, ապա մտահոգություն կպատճառեր հաստատ։ Ինչ ուզում է լինել, բայց փորձել պետք էր։ Այս նոր մեթոդը ավելի շուտ խաղ էր, քան չարչարանք, մեջքի վրա անընդհատ ճոճվել էր պետք։ Երբ նա կիսով չափ դուրս էր ցցվել անկողնուց, մտածեց, թե օգնության հասնելու դեպքում ինչքան հեշտ կլիներ իր գործը։ Երկու ուժեղ մարդու ներկայությունը լրիվ բավական էր։ Նա մտածեց հոր և աղախնի մասին։ Նրանց գործ է միայն ձեռքերն ուռած մեջքի տակ մտցնել անկողնուց հանելը, բեռը հետները կռանալն ու դիմանալը կլիներ, մինչև որ Գրեգորը հատակին ցատկեր։ Այդ դեպքում արդեն ոտքերը երևի որևէ իմաստ կստանային։ Այժմ, անկախ այն հանգամանքից, որ դռները փակ էին, իսկապես պետք էր օգնություն կանչել։ Չնայած բոլոր դժվարություններին, այդ մասին մտածելիս Գրեգորը չկարողացավ ժպիտը զսպել։ Նա անկողնուց այնքան էր դուրս ցցվել, որ ավելի ուժեղ ճոճվելիս հազիվ թե կկարողանար հավասարակշռությունը պահել և պետք է արդեն վերջնականապես որոշեր՝ ընկնել, թե մնալ, որովհետև 5 րոպեից 7:40 կլիներ։ Նույն պահին դռան զանգը տվեցին։ Ֆիրմայից է, մտածեց Գրեգորն ու համարյա քարացավ։ Ընթացքում նրա ոտիկներն ավելի արագ էին պարում։ Մի պահ ոչինչ չէր լսվում։ Չեն բացում, անիմաստ հույսով բռնկված ասաց նա։
Հետո իհարկե աղախինը սովորականի պես վստահ քայլվածքով գնաց դեպի դուռն ու բացեց։ Հարկավոր էր ողջույնի միայն առաջին բառերը լսել, ու Գրեգորն արդեն գիտեր, թե ով է այդ այցելուն, անձամբ հավատարմատարը։ Ինչու էր նա դատապարտված այնպիսի մի ֆիրմայում ծառայելու, ուր ամենափոքր թերացման ժամանակ անգամ պաշտոնյային իսկույն ամենամեծ կասկածն էր բաժին ընկնում։ Արդյոք բոլոր աշխատակիցներն էին առանց բացառության սրիկաներ։ Արդյոք նրանց մեջ մեկը չկար, որ առավոտվա մի քանի ժամը ֆիրմայի համար չօգտագործելու դեպքում խղճի խայթից խելքը թռցներ ու պարզապես չկարողանար ելնել անկողնուց։ Իրոք, ինչ կլիներ, որ տեղեկանալը, եթե իհարկե անհրաժեշտ էր, աշակերտներից մեկին հանձնարարեին։ Պետք է հավատարմատարն անձամբ գար և դրանով ողջ անմեղ ընտանիքին ի ցույց դրվեր, որ տվյալ կասկածելի դեպքի ուսումնասիրությունը սոսկ նրա խելքին էր կարող վստահվել։ Եվ ավելի շուտ այս մտքերի համակած հուզմունքը, քան հաստատ որոշում ընդունելու պատճառ դարձավ, որ նա ամբողջ ուժով դուրս թռչեր անկողնուց։ Բարձր շրմփոց լսվեց, սակայն դա դեռ հեռու էր իսկական աղմուկ լինելուց։ Ձայնը որոշ չափով խլացրեց գորգը, բացի այդ մեջքն ավելի ճկուն էր, քան ինքն էր կարծում, և դրանից էր, որ ոչ շատ ուժեղ, խուլ հարված ստացվեց։ Գրեգորը միայն գլուխը բավական զգույշ չէր պահել, ինչ-որ բանի էր խփել, այժմ ցավից ու բարկությունից շուռումուռ էր տալիս, շփում էր գորգին։ Ներսում ինչ-որ բան ընկավ, ձախ կողմի սենյակում լսվեց հավատարմատարի ձայնը։ Գրեգորը փորձեց պատկերացնել, արդյոք այսօր իր հետ կատարված դեպքի նման բան երբևիցե չէր կարող հավատարմատարին պատահել։ Դրա հնարավորության հետ ախր պետք էր համաձայնել։ Առաջադրված հարցին որպես կոպիտ պատասխան հավատարմատարը կողքի սենյակում մի քանի վստահ քայլ արեց ու ճռճռացրեց լաքե կոշիկները։ Գրեգոր, աջ կողմից շշնջաց քույրը, հավատարմատարն է այստեղ։ Գիտեմ, ինքն իրեն խոսեց Գրեգորը, բայց որ ասածը քրոջ լսելի լիներ, չհամարձակվեց այդ աստիճան բարձր խոսել։ Գրեգոր, ձախ կողմից խոսեց հայրը, պարոն հավատարմատարն է եկել, հարցնում է, թե դու ինչու առավոտյան գնացքով չես գնացել, չգիտենք ինչ պատասխանենք, իդեպ նա ուզում է քեզ հետ անձամբ խոսել, ուրեմն բաց արա դուռը, խնդրում եմ, նա այնքան բարի կլինի, որ կների սենյակում տիրող անկարգությունը։ Բարի լույս, պարոն Զամզա, բարեկամաբար կանչեց հավատարմատարը։ Նա իրեն լավ չի զգում, այդ պահին, երբ հայրը դռան մոտ կանգնած խոսում էր, հավատարմատարին դիմեց մայրը. Պարոն հավատարմատար, հավատացեք ինձ, նա իրեն լավ չի զգում, ուրիշ էլ ինչ պատճառ կարող է լինել, որ նա գնացքից ուշանար, տղայի գլխում ֆիրմայից բացի ուրիշ միտք չկա։ Ես նույնիսկ զայրանում եմ համարյա, որ նա երեկոները ոչ մի անգամ զբոսնելու չի գնում, այս անգամ 8 օր քաղաքում էր, բայց միշտ տանն էր լինում, մեզ հետ նստում էր սեղանի մոտ, լուր թերթ էր կարդում կամ գնացքների չվացուցակները ուսումնասիրում։ Իսկ նրբասողոցով աշխատելն արդեն զբաղմունք էր նրա համար։ Անցած անգամ օրինակ 2-3 երեկոյի ընթացքում մի փոքր շրջանակ կտրեց։ Կզարմանաք այնքան, որ գեղեցիկ է։ Ներսի սենյակում է կախված։ Մինչև Գրեգորը դուռը բացի, ես կբերեմ, ցույց կտամ։ Իմիջիայլոց, պարոն հավատարմատար, ես երջանիկ եմ, որ դուք այստեղ եք։ Պարոն հավատարմատար, մենք մենակ չէինք կարողանա ստիպել նրան, որ դուռը բաց էր։ Նա այնպես իր ասածի է ու չնայած առավոտյան խաբեց, հաստատ լավ չի զգում իրեն։ Գալիս եմ իսկույն, դանդաղ ու զգույշ ասաց Գրեգորը, և խոսակցությունից ոչ մի բառ բաց չթողնելու համար տեղից չշարժվեց։ Այլ կերպ ողորմած տիկին, ես չեմ էլ կարող բացատրել ինձ։ Հավանաբար լուրջ բան չկա, ասաց հավատարմատարը։ Մյուս կողմից, եթե կարելի է, պետք է ասեմ, որ մենք գործարար մարդիկս, ինչպես կուզեք, բարեբախտաբար թե դժբախտաբար, գործնական հաշվարկներից ելնելով, շատ հաճախ պետք է թեթև տկարությունը հաղթահարենք։ Դե ինչ, պարոն հավատարմատարն արդեն կարող է ներս գալ, անհամբեր հարցրեց հայրն ու կրկին բախեց դուռը։ Ձախակողմյան սենյակում տհաճ լռություն տիրեց, աջ կողմում սկսեց հեծկլ տալ քույրը։ Ինչու նա մյուսների մոտ չէր գնում, նա երևի անկողնուց նոր էր ելել ու դեռ չէր հագնվել, իսկ ինչն էր նրա լացի պատճառը, որ Գրեգորը վեր չէր կենում ու ներս չէր թողնում հավատարմատարին, որ աշխատանքը կորցնելու վտանգն էր սպառնում նրան, որ շեֆն էլ իր հին պահանջներով նորից կսկսեր հետապնդել ծնողներին։
Դրանք առայժմ ավելորդ հոգսեր էին։ Գրեգորը դեռ այստեղ էր ու ամենևին մտադիր չէր լքել իր ընտանիքը։ Տվյալ պահին նա պառկած էր հատակին և ոչ ոք և եթե տեղյակ լիներ լրջորեն չէր պահանջի, որ նա ներս թողներ հավատարմատարին։ Իսկ այդ փոքր անքաղաքավարության պատճառով, որի համար նա մի բացատրություն կգտներ Գրեգորին, ինչ խոսք չէին կարող իսկույն հեռացնել աշխատանքից։ Նրան թվաց, թե լացով ու խորհուրդներով խանգարելու փոխարեն շատ ավելի խելացի կլիներ, եթե այժմ հանգիստ թողնեին իրեն։ Սակայն հենց նրա վիճակի անորոշությունն էր մյուսներին դրդում ու ներելի դարձնում նրանց վարքը։ «Պարոն Զամզա», արդեն ձայնը բարձրացնելով հարցրեց հավատարմատարը, «այս ի՞նչ բան է, դուք բարիկադավորվե՞լ եք ձեր սենյակում, միայն այո և ոչ եք պատասխանում, ձեր ծնողներին ավելորդ հոգսեր եք պատճառում, և իմիջիայլոց ասեմ, մի իսկապես չլսված ձևով թերանում եք ձեր պարտականություններում։ Ես այստեղ ձեր ծնողների ու ձեր շեֆի անունից եմ խոսում և անհապաղ պարզ ու լուրջ բացատրություն եմ պահանջում։ Զարմանում եմ, զարմանում, ես կարծում էի, թե հավասարակշռված, խելացի մարդ եք, մինչդեռ այժմ դուք տարօրինակ կամակորություններով պչնազարդվելու ցանկություն եք ի հայտ բերում։ Թեպետ ձեր այսօրվա վաղ առավոտյան թերացման կապակցությամբ շեֆը մի հնարավոր բացատրություն նշեց։ Վերջերս ձեզ վստահված գանձմանն էր վերաբերում, բայց ես, ճշմարիտ է, ազնիվ խոսք տվեցի, որ այդ բացատրությունը չի կարող ճիշտ լինել։ Այժմ տեսնելով ձեր անհասկանալի համառությունը, ես ընդհանրապես կորցնում եմ ձեզ, թեկուզ նվազագույնս պաշտպանելու ամեն մի ցանկություն։ Ձեր դիրքորոշումն էլ անպայման ամենակայունը չէ։ Սկզբում ես մտադիր էի ձեզ հետ առանձին խոսել, բայց որովհետև ինձ ստիպում եք այստեղ անօգուտ ժամանակ վատնել, չգիտեմ թե ինչու նաև ձեր պարոնայք ծնողները չպետք է ամեն ինչ իմանան։ Ուրեմն, վերջին ժամանակների ձեր վաստակները բոլորովին գոհացուցիչ չէին։ Մենք ընդունում ենք, որ առանձնահատուկ գործարքներ կնքելու համար տարվա այդ ժամանակը չէ, բայց պարոն Զամզա, այնպիսի ժամանակ գոյություն չունի, երբ ոչ մի գործարք չարվի, ընդհանրապես չի կարող լինել։ Բայց պարոն հավատարմատար, գլուխը կորցնելով կանչեց Գրեգորն ու հուզմունքից մոռացավ ամեն ինչ, ես անմիջապես իսկույն կբացեմ։ Թեթև տկարությունը, գլխապտույտի նոպան է իմ վեր չկենալու պատճառը։ Ես դեռ պառկած եմ անկողնում, սակայն այժմ արդեն առաջվա պես առույգ եմ զգում։